Հարգելիներս, այսօր կխոսենք այն մասին, թե ինչ խնդիր կարող է առաջացնել բարձրակրում կոշիկները, եթե կրենք շատ երկար, այն էլ այն դեպքում, երբ որ ունենք ողնաշարային խնդիր, հատկապես ճողվածք, նույն ինքը գրիժը։ Մենք գիտենք, որ մեր ողնաշարը կազմված է ողի մարմիններից եւ միջողային սկավառակներից, որոնք կատարում են ամորտիզացիայի դեր։ Այսինքն քայլքի ընթացքում յուրաքանչյուր քայլքի կատարում է այս ամորտիզացիան ու ամբողջ ողնաշարով։ Իսկ բարձրակրունկների դեպքում այդ հարվածը ողնաշարի վրա ավելի ուժգին եք զգալու, եթե ունեք ճողված կամ նույն ինքը գրիժը, այսինքն որը որ պատռվածք է, հա, միջողային սկավառակի, այդ բարձրակրում կոշիկների ժամանակ այդ հարվածից այն կարող է ավելի մեծանալ։ Եվ ձեր ցավերը հետագայում կարող են ավելի շատանալ այն պատճառով, քանի որ այն սեղմում է նյարդաթելը, իսկ ճողվածքը որքան մեծանում է, այնքան ցավային զգացողությունները ավելի ուժգնանում են։ Այնպես որ վերականգնողական աշխատանքներից հետո, երբ որ դուք ամրացնում եք ամբողջ ողնաշարային մկանները, կարող եք կրել բարձրակրունկ, բայց չափավոր, քանի որ գիտեմ շատ ստրեսային է, երբ որ կանանց ասում են չպետք է կրեք բարձրակրունկ կոշիկներ։ Հարգելիներս, բարձրակրունկ կոշիկներ կրելուց առաջ, նախքան անհրաժեշտ է անպայման վերականգնել ողնաշարային մկանները, նոր կրել ձեր բարձրակրունկները։ Իսկ ինչպես են ընթանում մեզ մոտ վերականգնողական աշխատանքները։ Առաջնահերթը անհրաժեշտ է գրանցվել մեզ մոտ խորհրդատվության համար, նախապես, քանի որ մեզ մոտ գրանցումները շատ են, երբ լսում ենք պացիենտին, հասկանում ենք իր մոտ ինչ խնդիր է, ցավային զգացողությունները, եթե անհրաժեշտ է լինում, նշանակում ենք MRT հետազոտություն, որից հետո անցնում ենք արդեն իսկ վերականգնողական աշխատանքներին, հատուկ վերականգնողական վարժություններն են, հա, կինեզոթերապիան, որով ամրացնում ենք ընդհանուր ողնաշարային մկանները։ Սկսում ենք ամենախորքային մկաններից, որոնք կպած են հենց ողի մարմիններին, այնուհետև անցնում ենք ամենամեծ մկանաշերտերին, այսինքն աշխատանքը կատարվում է շերտ առ շերտ։ Մեզ մոտ վերականգնողական աշխատանքները կուրսով են, տևում է 15-ից 20 օր, հազվադեպ 25 օր, 25 օրը հաճախում են այն անձինք, ովքեր ունեն շատ սուր ցավեր եւ նույնիսկ ոտքը չեն կարողանում գետնին դնել։ Քանի որ գիտեք, ճողվածքների դեպքում շատ սուր ցավեր են առաջանում, ոնց որ ատամի սուր ցավը, սուր ճառագայթող, միջև ոտքի մատներ իջնող, երբեմն միջև ծունկ իջնող ճառագայթող ցավեր ենք ունենում, որը որ ազդում է մարդու կյանքի որակի վրա։ Այնպես որ ձեր կյանքի որակը ավելի բարելավելու համար անհրաժեշտ է ընդհանուր անցնեք վերականգնողական աշխատանքները, այնուհետև կրեք ձեր բարձրակրունկները։ Եղեք առողջ եւ տեղեկացված։